Հանուն Հոր եւ Որդու եւ Ոգու Սրբո ամեն։ Ամեն թագավորություն իր մեջ բաժանված կործանվում է եւ ամեն տուն իր մեջ պառակտված չի կարող կանգուն մնալ։ Ինչ թագավորության մասին է խոսում մեր Տերը Հիսուս Քրիստոս։ Յուրաքանչյուր մարդ մի տուն է, մի թագավորություն է, միտքը կառավարն է, կամքը ղեկն է, որով միտքը կառավարում է, իսկ տունը հոգին ու մարմինն է, բնակիչներն են այս մեր թագավորության։ Այն տունը, որ կանգուն է, միտքը իմաստուն կառավար է, իսկ կամքը առաջնորդում է դեպի հոգևորը, դեպի հավիտենականը, դեպի մշտնջենավորը։ Եվ երբ տանը, այսինքն մարդու թագավորության մեջ պառակտում է անաչանում, միտքը առաջնորդում է ոչ թե դեպի հավիտենականը, այլ դեպի մարմնավորը, դեպի այս աշխարհը, դեպի մեղքը, արդեն իսկ մարդու կազմվածքի մեջ, թագավորության մեջ պառակտում է առաջանում։ Սկսում է քայքայվել մարդու տունը եւ վերջո կործանվում է։ Այսպիսին էր Տրթատ թագավորը։ Տրթատը որդին էր Խոսրովի։ Խոսրովին սպանում է Անակ Պարթևը, Պարսից մի պատգամավոր, որ գալիս է Հայաստան, հայոց արքունիքում 3 ամիս մնում է եւ նենգության դավադրաբար դաշունահարելով սպանում է Խոսրով թագավորին եւ ինքն էլ փախչում է։ Բայց ճանապարհին Խոսրովին զինվորները հետապնդում են եւ Անակին սպանում են։ Եվ հրաման է արձակվում Խոսրով թագավորից, որպեսզի կոտորեն Անակ Պարթևի սերունդը։ Կոտորվում են բոլորը, բայց փրկվում է Գրիգորը։ Մեր Սուրբ Գրիգոր Լուսավորիչը Անակ Պարթևի որդին է։ Նույնպիսի մի հրաման էլ Պարսից թագավորի կողմից է հռչակվում, որպեսզի սպանվի Խոսրովի սերունդը։ Եվ սպանվում են բոլորը, սակայն փրկվում է Տրթատ թագավորը, որը գնում է Կեսարիա, ամբողջ կյանքի մեծ մասը անցկացնում է Կեսարիայում։ Փրկվում է նաև Խոսրովի դուխտը, Խոսրովի դուստրը եւ Տրթատի քույրը, որին պահում ու պահպանում է Օտա Ամատոնի իշխան։ Անցնում են երկար տարիներ։ Անակ Պարթևի դավադրաբար Խոսրով թագավորի սպանությունը տեղի ունենում է 220 թվականին։ Միայն 287 թվականին Տրթատ թագավորին հաջողվում է ստանալ իր հայրական գահը, պարսիկներից հետ խլել հայրական գահը հռոմեացիների օգնությամբ։ Եվ այդ ժամանակ էլ Տրթատ թագավորը ուզում է զոհեր մատուցել Անահիտ Չաստվածուհուն, իր հետ էր նաև Գրիգորը։ Տրթատ թագավորը չգիտեր, որ Գրիգորը իր հոր սպանող Անակ Պարթևի որդին է։ Եվ ինչպես գիտենք պատմությունից 12 սոսկալի չարչարանքների ենթարկում Տրթատը Գրիգորին, որից հետո նետում է խոր վիրապը, երբ որ իմանում է, որ Անակ Պարթևի որդին է Գրիգորը։ Անցնում են երկար ու ձիգ 13 տարիներ եւ ճիշտ 301 թվականի մոտերը Սուրբ Հռիփսիմյան, Սուրբ Գայանյան գալիս են Հայաստան եւ նահատակվում են Տրթատ թագավորի ձեռամբ։ Եվ հենց այդ պահից սկսած Տրթատի մեջ պառակտում է առաջանում։ Եթե մինչև այդ բարի գործեր էր կատարում, հայոց թագավորությունը վերականգնեց, իր հայրական գահին տիրացավ, ապա դրանից հետո սկսեց քրիստոնեությունը հալածել, Սուրբ Գրիգորին խոր վիրապ գցեց, չարչարանքների ենթարկեց, Սուրբ Հռիփսիմյան կույսերին նահատակեց, սպանեց, կոտորեց բոլորին։ Եվ այդ պահից սկսած Տրթատ թագավորի մեջ պառակտում առաջացավ։ Դիվահարվեց ոչ միայն Տրթատ թագավորը, այլ նաև բոլոր իշխանները։ Խոզի կերպարանք ստացավ, ինչպես
Ագաթան Գեղոսն է ասում, խոտ էր ճարակում կենթանիների նման։ Եվ 5 անգամ Խոսրովի դուստրը Տրթատի քույրը տեսիլք է տեսնում, որ հրեշտակը երևում է նրան եւ ասում. գնացեք խոր վիրապ, Արտաշատը մահապարտների գուբը, այնտեղ կգտնեք Գրիգորին եւ կբերեք ու Տրթատին կբուժի։ Եվ այդպես էլ գնում է Օտա Ամատոնի իշխանը, դուրս է հանում Գրիգորին եւ Գրիգորը գալով դարձի է բերում ամբողջ հայոց աշխարհի եւ որքան որ հայոց լուսավորիչ է կոչվում Գրիգորը, այնքան էլ Սուրբ Տրթատ թագավորը եւ գործակից է այս երկու հզոր սյուները 301 թվականից մինչև 326 թվականը լուսավորում են հայոց աշխարհը։ 326 թվականին Սուրբ Գրիգորը հեռանում է Սեպուհ լեռը ճգնելու, նա իր աղոթքով անցկացնելու։ Տրթատ թագավորն էր, սիրում էր աղոթքներ, սիրում էր առանձնություն ու ճգնություն եւ ժամանակ առ ժամանակ հեռանում էր արքունիքից եւ աղոթում էր։ Տրթատ թագավորը ապրում է 90 տարի, 220 թվականին ծնվում է, 330 թվականին մահանում է։ Ինչպես է մահանում, ըստ Մովսես խորովնացու հայոց իշխանները թունավորում են Տրթատ թագավորին, սպանում են այս հզոր, մեր առաջին հզոր թագավորին, որ քրիստոնեությունը Հայաստանում պետական կրոն դարձեց։ Թագավորը ուղղակի թունավորվում է հայոց իշխանների կողմից։ Այսօր մենք տոնախմբում ենք Տրթատ թագավորի Խոսրովի դուխտի եւ Աշխեն տիկնոջ տոնը, այսինքն այս գեղեցիկ ընտանիքի տոնն է, Տրթատը իր կինը Աշխենը եւ իր քույրը Խոսրովի դուխտը, որ մեծ ներդրում ունեն հայոց դարձի, հայոց սրբազան առաստված դառնալու պետական կրոն ընդունելու գործի մեջ։ Եվ մենք խնդրում ենք, որ այսօր հենց իր տոնախմբության օրը Տրթատ թագավորի Աշխեն տիկնոջ եւ Խոսրովի դուխտի, որպեսզի հզորանա հայոց հայրենիքը, հայոց հայրապետությունը, հայոց երկիրը եւ մենք կրկին ազգովի դառնանք առ Աստված։